Բարև ձեզ։ Եկեք մի պահ պատկերացնենք, ինչ կլիներ, եթե միջուկային պատերազմի սպառնալիքին կարելի է լիներ դիմակայել ոչ թե ավելի շատ զենքով, այլ, ասենք, հոգևոր ուժով։ Հնչում է անսովոր, չէ՞։ Դե այսօր մենք հենց այդպիսի մի ծրագիր ենք վերլուծելու, որն առաջարկում է հենց այդպիսի արմատական լուծում։ Ուրեմն, փաստաթուղթը, որը մեր ձեռքի տակ է, միանգամից սկսում է մի շատ հետաքրքիր, անգամ մի քիչ տագնապալի նոտայով։ Մի կողմից Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստվում է նշել իր 80-ամյակը, ինչ է իհարկե մեծ իրադարձությունը, բայց մյուս կողմից համաշխարհային անվտանգությունը կարծես թե թելից է կախված։ Հենց այս հարցին էլ պատասխան է փնտրում մի ծրագիր, որի մասին այսօր կխոսենք։ Աստվածային ուժ 1, 2, 3-ը։ Սա մի ամբողջական 3 տասնամյակի ընթացքում մշակված պլան է։ Եկեք խորանանք ու տեսնենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Որպեսզի հասկանանք, թե իրավիճակը որքան լուրջ է, հեղինակները մեջբերում են հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նրա խոսքերը հստակ ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե հեռավոր, այլ շատ իրական վտանգի հետ։ Ու սա ուղղակի խոսքեր չեն։ Խոսքը շատ կոնկրետ թվի մասին է՝ 12241։ Հենց այսքան միջուկային մարտագլխիկ կա աշխարհում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ողջ մարդկության համար էգզիստենցիալ սպառնալիք դառնալ։ Այսպիսով, փաստաթղթի հեղինակների դիրքորոշումը կարելի է ասել բյուրեղի պես պարզ է։ Նրանք ասում են վերջ, բավական է այս միջուկային շանտաժը, բավական է այս խելագարությունը։ Լավ, խնդիրը հասկանալի է, բայց ո՞րն է լուծումը։ Ահա այստեղ է, որ ծրագիրը ներկայացնում է իր հիմնական գաղափարը՝ քաղաքականության հոգևորացումը։ Ուրեմն ամբողջ լուծման կենտրոնում մի շատ յուրահատուկ հայեցակարգ է՝ UPUMUD։ Հեղինակները սա նկարագրում են որպես բնության մեջ գործող մի երևույթ, մի ուժ, որը միշտ ձգտում է հավասարակշռության, եւ նրանք հավատում են, որ այս նույն սկզբունքը կարելի է կիրառել նաեւ համաշխարհային քաղաքականության մեջ։ Հիմա սա մի քիչ վերացական է հնչում, չէ՞։ Դե հեղինակներն էլ են դա հասկանում, դրա համար շատ հետաքրքիր համեմատություններ են անում, որ օգնեն մեզ պատկերացնել։ Նրանք ասում են, նայեք, ուբի ու մուդուդը եռամիասնություն է, ինչպես օրինակ ատոմի միջուկքի էլեկտրոն, նեյտրոն, պրոտոն եռյակը, կամ ինչպես հնդկական փիլիսոփայության մեջ սատվա, ռաջաս, տամաս գաղափարը։ Ըստ էության, սա տիեզերական հիմնարար սկզբունք է։ Լավ, գաղափարը հասկացանք, բայց ո՞նց է սա գործելու իրականում։ Ծրագիրը տեսությունից անցնում է պրակտիկայի, առաջարկելով ստեղծել մի նոր համաշխարհային մարմին, որը կոչվում է Միացյալ Վարպետներ։ Իրենք սա անվանում են աշխարհի հոգևոր վերին պալատ։ Եվ այս մարմինը ուշադրություն դարձեք, չի գալու փոխարինելու ՄԱԿ-ին։ Ոչ, այն գործելու է որպես լրացում, որպես հոգևոր խորհրդատու։ Նպատակն է ստեղծել կապ, ներդաշնակություն համաշխարհային առաջնորդների միջև, հիմնվելով Նյու Դելիում գտնվող Գանդիի հուշահամալիրում։ Դե այս ամենը գործի դնելու համար փաստաթուղթը անմիջապես կոնկրետ գործողությունների կոչ է անում։ Մի եռամաս, համընդհանուր կոչ, ուղղված համաշխարհային առաջնորդներին ու ազդեցիկ դեմքերին։ Ու այս կոչը բաղկացած է 3 շատ հստակ քայլերից։ Առաջինը՝ դիմում են ՄԱԿ-ին, խնդրելով պաշտոնապես ճանաչել իրենց հայեցակարգը։ Երկրորդ՝ դիմում են Հնդկաստանի վարչապետին, առաջարկելով այս հարցը քննարկել խորհրդարանում։ Եվ երրորդ՝ դիմում են մեզ նման կոնտենտ ստեղծողներին, փոդքասթներին, տարածելու այս գաղափարը եւ սկսելու համաշխարհային երկխոսությունը։ Հիմա մի շատ կարևոր բան։ Սա այնպիսի գաղափար չէ, որ երեք է ծնվել։ Ընդհակառակը, հեղինակները շեշտում են, որ սա 30 տարվա մի ամբողջ պատմություն է, մի երկար ճանապարհ։ Եկեք մի պահ նայենք այս ճանապարհին։ Ամեն ինչ սկսվել է դեռ 1995-ին ներդաշնակ աշխարհ գաղափարով։ Հետո 2007-ին այն ներկայացվել է Հնդկաստանի նախագահին։ 2015-ին նույնիսկ ոստիկանական հետաքննություն է եղել նախագահի գրասենյակի հանձնարարությամբ։ Եվ ահա 2025-ին արդեն պաշտոնական դիմումներ են ուղարկվել ՄԱԿ-ին։ Լավ, պատմությունը տեսանք։ Հիմա եկեք անցնենք, այսպես ասած, վերջնախաղին։ Ինչ կոնկրետ ծրագիր կա ապագայի համար, ինչպես են նրանք պատկերացնում զենքի վերացումը։ Ուրեմն նրանք առաջարկում են մի 9-ամյա ճանապարհային քարտեզ, որը բաժանված է 3 հստակ փուլերի։ Առաջին 2 տարում ստանալ ՄԱԿ-ի հավանությունը, հաջորդ 3 տարում կառուցել Միացյալ Վարպետների ենթակառուցվածքը եւ վերջապես 2030-ից 2034 թվականներին իրականացնել զենքի վերացման գործընթացը։ Իսկ ո՞րն է այս ամենի վերջնական մեծ նպատակը։ Դե այն շատ հավակնոտ է, ոչ ավել, ոչ պակաս, քան աշխարհի ամբողջական փոխակերպումը։ Նրանք ձգտում են սկիզբ դնել իրենց բառերով ասած Դհարմա Յուգին, այսինքն արդարության դարաշրջանին։ Ուրեմն, ամփոփենք,
Մի կողմից ունենք հոգևոր նախաձեռնություն, որը հավանություն է փնտրում հազարից ավելի ազդեցիկ մարդկանցից։ Մյուս կողմից ունենք սառը, պրագմատիկ աշխարհաքաղաքականություն։ Եվ այստեղ էլ ծագում է գլխավոր հարցը. կարող է արդյոք այսպիսի հոգևոր տեսլականը իրական ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա։ Ժամանակը ցույց կտա, թե այս տեսլականը իրականություն կդառնա, թե կմնա որպես մի գեղեցիկ, բայց անիրականանալի երազանք։ Շնորհակալություն։